մենք միշտ հույսը դնում ենք առաջնորդների վրա, որ իրենք վերջը կգան մի հատ ինչ-որ լավ ծրագրով եւ ամեն ինչը կիրագործեն։ Հիմա արդյունավետությունը post-COVID հետո HR-ի առաջնային պատասխանատվությունն է։ Առաջնորդը ըստ էության կամ նույնիսկ մենեջերը, որտեղ գտնվում է, նաեւ պատասխանատվություն է կրում այդ մարդկային կյանքերի համար։ Իրան նույնիսկ չի հետաքրքրում մյուս բաժնում, կողքի իր բաժնում, ինչ հետևանք ունի իր աշխատանքը։ Էլ չասած կազմակերպական մակարդակության։ HR-ի մենեջմենթի աշխատանքն է հասկանալ, բա ինչ ես անում այն հատվածի հետ, որը ավտոմատիզացվեց, իսկ ոնց ես մաքսիմում արժեք ստանում աշխատակցից։ Սովորելը, այն ինչ որ մենք ստանում ենք դպրոցից եւ բուհից, ինքը բավականին ձանձրալի անհետաքրքիր գործ է։ Մեր դեպքում ապագան շատ արագ է գալիս եւ շատ մոտ է։ Բարև ձեզ եւ բարիկալուստ HR podcast-ի հերթական էպիզոդ։ Այսօրվա իմ հյուրն է Արթուր Խալացյան։ Արթուրը հանդիսանում է Գիտսերունդ ծրագրի հեղինակը, կրթական ոլորտի հետազոտող, ինչպես նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս եւ մագիստրոսական ծրագրի ղեկավար։ Արթուր ջան, բարի երեկո։ Ինչպես ես։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Նախ շատ մերսի, որ եկար ու մեր այն ունկնդիրների համար, ովքեր որ քեզ չեն ճանաչում, կխնդրեմ մի փոքր ներկայացնես, ինչ գործունեություն ես հիմա ծավալում եւ որ ոլորտում։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հիմա իմ գործունեության ամենամեծ կտորը, ճիշտն ասած, վերաբերում է դպրոցական համակարգում կրթության, այսինքն ավելի հստակ դասապրոցեսը շատ ավելի հետաքրքիր, արդյունավետ դարձնելուն։ Մենք այդտեղ ենք փոխում, թե ինչպես են մարդիկ սովորում, երեխեքը, մի խոսքով այդ ամբողջ այն ինչ որ մենք հիշում ենք դպրոցից, դրա փոխարեն լրիվ նոր կինո ենք առաջարկում։ Եվ առաջարկելը քիչ է, նաև ստեղծում են գործիքներ ու գործընթաց, որ ուսուցիչները մասսայական կարողանան իրան կրկնել իրենց դասարաններում։ Ծրագիրը մենք արդեն 6-րդ տարին է անում ենք, Գիտսերունդ է կոչվում։ Այո, ես շատ լավ տեղյակ եմ։ Դե բացի դրանից, ամերիկյան համալսարանում ղեկավարում եմ մագիստրոսական ծրագրերից մեկը, արդյունաբերական ճարտարագիտության եւ համակարգերի կառավարում ծրագիրն է, եւ դասավանդում եմ տեղեկատվական համակարգերի նախագծում, դա իմ բուն մասնագիտությունն է, բայց նաեւ արդեն 4-5 տարի դասավանդում եմ ընկերություններում սովորելու կամ սովորող ընկերություններ ստեղծելու այդ անգլերեն ինքը building learning organizations դա առավելապես հիմնված է MIT-ի հայտնի գիտնական պրոֆեսորներից մեկի Peter Senge-ի աշխատանքի վրա, որը կոչվում է 5-րդ գիտակարգ կամ 5th discipline, ինչպես ստեղծել սովորող ընկերություններ։ Այդ աշխատության համար միակ Peter Senge-ն արժանացել է դարի ռազմավար կոչմանը Harvard Business Review-ի կողմից եւ այնտեղից շատ նյութեր ոնց որ այդտեղից եմ ողջևորում ինձ եւ նաեւ դասավանդում եմ այդ creativity կամ ստեղծագործական ստեղծարարություն եւ տեխնոլոգիաների ինովացիա նման մի առարկա, որտեղ էլի երեխեքի հետ փորձում ենք տեղից շարժել իրենց ստեղծագործական մոտեցումները եւ ըստ էության նպատակ ունենք ապացուցելու, որ բոլոր մարդիկ անսահման ստեղծարար են։ Անսահման պոտենցիալ ունեն ստեղծարարության։ Հա, բավականին հետաքրքիր է այդ ամեն ինչը ինձ համար։ Նախ առաջինը հետաքրքիր է նրանով, որովհետև հիմա HR-ի տենդենսների մեջ կա արդյունավետ սովորելը ու այսօր կփորձենք նաև այդ խաչմերուկներում մի քիչ կանգնել ու հասկանալ ոնց են այդ երկուսը հատվում իրար հետ եւ երկրորդը ես իրոք համարում եմ, որ փոփոխությունները սկսվում են նախ կրթական համակարգում փոփոխություններ իրականացնելուց, կապ չունի դա պետական ստրուկտուրայի մասն ենք խոսում, թե կազմակերպությունների ու երեք քո ինտերվյուների մի որոշակի շարք է լսում, մտեղ էլ քո այդ լավ միտքը հնչեց, որ եթե դու ուզում ես այլ ոլորտներում փոփոխություն իրականացնես առանց կրթական ոլորտի, այդ ուղղակի նաիվ երազանք է, էլի։ Կկարողանանք սա պրոյեկտենք կազմակերպությունների վրա։
այս միտքը։ Դե ես այդ ինտերվյուն շատ լավ հիշում եմ այդ հարցազրույցը, հենց հեղափոխությունից անմիջապես հետո էր, որովհետև մեզ հաճախ թվում է, թե առաջնորդները փոխվեցին, շատ բան փոխվելու է դրա հետ։ Հրաշք, նախարարական փայտի տեղի ունենա։ Եվ մի պարզ ճշմարտություն կա, որ առաջնորդը ինչքան էլ որ ինքը ունի իր խնդիրները, հավանաբար ունի իր նորարար մոտեցումները մարդկանց կազմակերպելու, կառավարելու, այդ ամեն ինչը վերահսկելու, այդ նաև մարդկանց զարգացման համար հավանաբար ունի, բայց բուն գործի հետ առնչվող խնդիրներին ավելի նորարարության մեծ պոտենցիալը հենց առաջնագծում գտնվող աշխատողներինն է։ Եթե դա վաճառքի կամ ծառայություն մատուցող է կամ թեկուզ հաշվապահ է, որ ինչ-որ գործիքի հետ, ինչ-որ մարդկանց հետ աշխատանք է անում, նրանից լավ ոչ ոք չի կարող նորարարություն անել։ Հավանաբար առաջնորդի համար պետքա դա մի փոքր մարտահրավեր լինի, որովհետև մենք միշտ հույսը դնում ենք առաջնորդների վրա, որ իրենք վերջը կգան մի հատ ինչ-որ լավ ծրագրով եւ ամեն ինչը կիրագործեն։ Ես հեղափոխությունից հետո շատ շփվել եմ օրինակ կրթության նախարարության հետ, այնտեղ իհարկե ղեկավարությունը փոխվել է, բայց բազմաթիվ օղակներում ակնհայտորեն նույն մարդիկ են։ Ու չկա, տենց չի կարող ինչ-որ մեկը վերցնել ու բերել մի հատ ամբողջ նախարարություն, բերել փոխարինել լրիվ նոր մարդկանցով, ինչպես է ընտրելու, որովհետև այդ կառույցը ինքը ամենօրյա գործունեություն իրականացնող կառույց է, դա նույնիսկ անհնար է։ Հետևաբար, եթե մարդիկ չփոխվեն եւ եթե կազմակերպությունում մեր հիմիկվա մարդիկ չփոխվեն, չզարգանան, իրենց գիտելիքները չհարստացնեն, հույս ունենալ, որ մենք որպես կազմակերպություն կայուն ձևով կաճենք, կայուն բառը շատ բանալի բառ է այստեղ, որովհետև շատ կազմակերպություններ նաև հաճախ աճում են ինչ-որ դրսի ուժերից ելնելով, ամենալավ օրինակը վերջին այդ պատերազմի հետևանքով մեծ ներհոսքներ Հայաստան, որտեղ մեկ էլ բազմաթիվ բիզնեսներ սկսեցին շատ ավելի ակտիվ ու շատ ավելի լավ աշխատել, բայց դա կայուն աճ չէ։ Աճը միայն կարող է լինել, երբ որ ներսից ունես անընդհատ զարգացող, սովորող մարդկային ռեսուրսներ։ Կարող եմ դա ոնց որ վերաձևակերպել հետևյալ կերպով, որ եթե դու ուզում ես կայուն քայլեր անել դեպի ապագա, եթե դու ուզում ես փոփոխություններ մտցնել քո ընկերությունում այն առումով, որ լինես արդյունավետ, իսկ հիմա արդյունավետությունը post-COVID հետո HR-ի առաջնային պատասխանատվությունն է, HR-ի եւ ղեկավարման, ապա լուծումը առնվազն լուծումներից մեկը այդ շարունակաբար կրթվող եւ փոփոխվող անձնակազմն է բոլոր շերտերում։ Այո, նման հետևություն կարող ենք իհարկե անել, այդ սովորելը անընդհատ պետք է լինի։ Բայց այդտեղ բայց կա։ Կան մի քանի բայցեր։ Ընդհանրապես ես առաջնորդի այդ բանը, հա, ոնց որ վերաբերմունքը սովորելուն իր աշխատակիցների զարգացման, չէ՞, տենց այն ժամանակ նույնիսկ մեմեր կային, հիմա դրանք ռիլեր էին դարել կամ հիշում եք մի ժամանակ մեմեր կային, որ ասում էր շեֆ, բա որ բոլորին սովորեցնենք ու գնան, թողնեն գնան, հա, ասում այն ժամանակ շատ ավելի վախենալու է, որ իրանք ոչինչ չսովորեն եւ մնան, էլի։ Ու այդ առաջնագծի մասին, որ խոսում ենք, այսինքն արդյունավետություն, դա արդյունավետության բարձրացում է, վաճառքների ավելացում է, չգիտեմ, նույն գործընթացների օպտիմալացում է, չէ՞, այդ ամբողջը պահանջում է նորարարություն։ Եվ նորարարությունը շատ պարզ ասած, ոչ այլ ինչ է, քան ստանդարտ մեր պրակտիկայից շեղում։ Եթե դուք չեք, եթե կրկնում եք նույն բաները, ինչ որ արել եք մինչև հիմա, ինձ թվում է դա։ Այդ ուղղակի ավելի լավ եք անում, ոչ թե ավելի նորարար եք էլի անում, չէ՞։ Հա, այսինքն նոր ու մենք մտածում ենք, որ նորարարությունը ինքը ինչ որ կարող է տեխնոլոգիաների հետ է կապված, բայց նորարարությունը ինքը ամբողջությամբ մշակութային խնդիր է։ Կազմակերպություն կա, արդյոք մշտապես սովորելու, մշտապես ուշադիր լինելու, մշտապես հոգատար լինելու, նպատակ ունենալու, նվիրված լինելու,
զարգացման աճին, կա այդ մշակույթը, կա փոխվստահության մշակույթը, թե չկա։ Եթե դա մշակութային առանձնահատկություն է կազմակերպության համար, եւ եթե մենք խոսում ենք ընկերության մասին, որը ձգտում է այդ արդյունավետությանը, պետք է մի հատ այդ հարցերը շատ լավ ներսում բարձեն, էլի։ Ես ես անընդհատ մի ժամանակ ինձ անեկդոտներ տենց հավաքող մարդիկ ունեմ իմ ազգակիցների մեջ, որը գնում էր այն հին թվերին դատարաններում նստում էր ուղակի, որ խոսակցություններ լսի, դուրս գա մի հատ անեկդոտ էլ այստեղից իրան սկսել էին, հա, բայց ինքը շատ հորաքրոջս ամուսին է, էլի, ասենք ինքը Ինչ հետաքրքիր հիմա 91 տարեկան է, էլի, ասենք, բայց այն ժամանակ ուրիշ մեդիա չկար, չէ՞, ասենք։ Հիմա ինձ մոտ ինչ-որ բան է կրկնվում, ես էլ ասենք ինչքան կազմակերպությունների ինձ մոտ ասենք դրանք անեկդոտ չեն դառնում, բայց շատ ասենց ցցուն օրինակներ են դառնում, այս վերջերը ասենց ամենաուժեղն էր, որ ինչ որ մի հատ ընկերություն, որ իմ անունը իհարկե չեմ տա, որը շատ ուժեղ փայլում է, ձեզ կթվա թե այնտեղ արևմտյան մենեջմենտ եւ ամբողջը կա, ու իմ ընկերներից մեկը այնտեղ աշխատում էր ու ինչ որ աշխատակիցներից ինչ որ պրոդուկտ էին ստեղծում, հավանաբար մեջը նաեւ տեսանկարահանող բան ու երաժշտություն էին դրել պրոդուկտի մեջի վիզուալիզացիայի մեծ մասը այդ մեր ընկերներ արել եւ ասել էր, բայց այդ երաժշտությունը, որ դրել եք իր տակ, իմ դուրը չի գալիս։ Եվ իրան մյուս աշխատակիցը հարցրել էր, բայց մենեջերի դուրը եկել է, ոնց քո դուրը չի գալիս։ Հասկացա։ Չի էլ քննար, ինչա մենեջերի դուրը եկել է։ Արդեն մենեջերի դուրը եկել է, էլի, ասենք ոնց ինչա նշանակում քո դուրը չի գալիս։ Այդ ամբողջը մենք բերում ենք մեզ հետ դպրոցից։ Մենք դպրոցում ունենք մեկ ղեկավար եւ ինքն է որոշում մեր աշխատավարձը գնահատականի տեսքով։ Դա ամենամեծ վտանգներից է եւ հետո ամենամեծ վատ կամ թերի գիտակցումը, որ մեր առաջնորդները ունեն, շատ քչերն են պատկերացնում, որ իրենք շարունակում են լինել նույն ուսուցիչը եւ ինչքան ավելի մեծ պատասխանատվություն կա, քան պարզապես այդ աշխատանքը առաջ տանել։ Եվ հետեւաբար արդեն երևի պետք է սկսել չափել այլ կերպով ինչա մեր առաջնորդի դերը ինչա եւ ինչով ենք չափում այդ նույն Պիտեր Սենգեի մոտ եթե խոսենք առաջնորդի դերը ինքը շատ ավելի լայն է քան կազմակերպել հա պլանավորել կազմակերպել եւ վերահսկել որը ավանդական մենեջմենտի հա ասենք դերերն են երեք հիմնական առաջնորդը ըստ էության կամ նույնիսկ մենեջերը որտեղ որտեղում որ գտնվում է նաև պատասխանատվություն է կրում այդ մարդկային կյանքերի համար եւ կյանքերի իրենց ամբողջությամբ առողջության համար զարգացման համար հա ոչ միայն բուն ստանդարտ 3 կամ 4 ֆունկցիաների աշխատանքից նաև դուրս է ամբողջը հիմա այստեղ ձեզ մի հետաքրքիր ասենք KPI կասեք թե ինչ կասեք հիմա կան բազմաթիվ հետազոտություններ ուսանողները ավելի հեշտ է դնել որտեղ ուղարկեցիր բոլորը լրացնում են հա գիտեք որն է ամենամեծ գործոնն արդյունավետ սովորելու որը նպաստում է արդյունավետ սովորելուն որ կարելի է ասել եթե մարդիկ այսպես են անում ուրեմն հաստատ իրանք շատ ավելի լավ են սովորելու Հիմա կրկնողությունն հա կարող է ուրիշ շատ բաներ լինել բայց շատ հազվադեպ է որ մենք գնում ենք ու մտածում ենք քնի մասին քնելը հա առողջ քունը երևի որ այդ նեյրոնային կապերը հասցնեն ձևավորվեն հա մեր գլխի մեջ եւ միևնույն ժամանակ մի ընկերությունում ասենք անում եմ ինչ որ մի դասընթաց հետո սուրճի շուրջ խոսում ենք այնտեղ մի քանի հոգին ասում են ես գիշերը 4-ին եմ ես գիշերը 6-ին եմ քնե 7:30 արթնացել եմ ինչ կարող եք ակնկալել դուք այդ մարդուց եւ եթե դուք որպես առաջնորդ հոգ չեք տանում այդ մարդու քնի մասին չեմ ասում գնում եք բարուրում բայց ասենք այդ խոսակցությունները եթե չկան իր առողջության սնունդի այդ ամեն ինչի մասին այլ ձեզ համար հետաքրքիր են միայն ձեր արժեվ դրված ընկերության նպատակները այդ մարդուն էլ հետաքրքիր է միայն հենց այդ նպատակը որը կապված է իր անմիջական դա պարզապես իր աշխատանքն Այսքան կտորը անելու հետ։ Իրան նույնիսկ չի հետաքրքրում մյուս բաժնում, կողքի իր բաժնում, ինչ հետևանք ունի իր աշխատանքը։ Էլ չասած կազմակերպական մակարդակ։ Կազմակերպության։ Դա շատ փոխադարձ process է։ Արտուր, այս գաղափարը կարդացել է անունը չեմ հիշում,
Կոլբ, Դեվիդ Կոլբ, ոնց որ ինքը տենց կանադացի կրթական տեսաբան, հա theoretic մարդը, իրա մոտ է կարդացել, որ բանը ու փորձում էր հասկանալ ինչի է շատ ընկերություններում տուժում կրթությունը, ու այդ տուժելու պատճառներից մեկը էր, որ մենք over շատ ֆիքսված ենք արդյունքի վրա ու այդ բանը ճնշումը առաջին հերթին մենեջերների վրա է, որ իրենք արդյունքը կարողանան ապահովեն։ Իսկ իր նկարագրմամբ ու քիչ առաջ դու էլ նշեցիր, կրթությունը սովորելը ինքը process է։ Հիմա ինձ սա հետաքրքիր է, որպես մարդ, որ իր բիզնես ունի, ականչի մասշտաբ է, էլի հիմա իմն էլ փոքր ընկերություն է Հայաստանում, բայց ամեն դեպքում Եվ հետաքրքիր է նաև որպես HR մասնագետ, հա, այ ոնց դու ես բալանսը կարողանաս պահես, որ դա չլինի շարունակական դանդաղ կրթական process-ի մասին, որի արդյունքները դու շատ հեռվում կտեսնես կամ չես տեսնի, բայց զուգահեռաբար դու չվերաձևակերպվես եւ դառնաս այդ բանը, այդ մեքենան, ում որ մենակ հետաքրքիր է, որ իր մեքենայի մասերը լավ աշխատեն ու ոչինչ չխափանվի։ Իսկ այս բալանսավորումը ցանկացած մենեջերի, ցանկացած ղեկավարի, լիդերի արժև դրված հարց է, որովհետև մի հատ էլ միտքս շարունակեմ, ինչ տեղի ունեցավ այս ֆինանսական տնտեսական կրիզիսից հետո, շատ բիզնես ղեկավարներ, ովքեր որ միջև հիմա չէին գտել այդ բալանսը, ուղղակի ինչ արեցին, վերցրեցին կտրուկ, կոպիտ կերպով քաթարեցին, կտրեցին բոլոր կրթական բյուջեները ուղղակիորեն։ Արդյունքում ավելի ռադիկալ ու սխալ որոշումների եկան, որովհետև ժամանակին ավելի առողջ այդ բալանսավորումը չէին գտել։ Կարող է հարցս մեծ է, կարող է միանշանակ պատասխան չունի, բայց հետաքրքիր է, տենց ինչ-որ հիմնաքարեր կան այս բալանսը գտնելու շուրջ։ Մենք մի փոքր առաջնորդի հետ փիլիսոփայական դերի մասին խոսեցինք, եկեք մի փոքր նաև ինստրումենտալ, հա, մարդկային ռեսուրս օրինակ, ինքը շատ միստիկ ռեսուրս է, որովհետև օրինակ կան ուրիշ ռեսուրսներ, չէ, ասենք կան շենքեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ, այն իրանց մոտ ամեն ինչը շատ չափելի է։ Եվ այդ տեխնոլոգիաների համար, երբ որ ասենք ինչ որ սարքավորում է, եւ տեսնում ենք, որ ինքը հաճախ է ինչ որ փչանում, հավանաբար ինչ որ ավելի լավ յուղ ենք լցնում։ Ամեն ինչ անում ենք, որ ինքը բան իր արդյունավետությունը շատ տեսանելի է։ Մարդը որպես ռեսուրս է տեսակետից շատ միստիկ ռեսուրս է։ Մենք չգիտենք ինչ է իր արդյունավետությունը ու չգիտենք ինչ ներուժ ունի։ Այդ նույն մարդը կարող է գա ձեզ մոտ եւ մի քանի մտքով իր հոգատարությամբ ընդհանուր նպատակի համար ձեզ միլիոնավոր դոլարների գաղափար առաջարկի եւ հուշի ոնց կարելի է դա արագ իրագործել եւ կարող է նույնքան ավելի վնասել տալ կամ քարացած մնալ նեյտրալ մնալ շարժվել իր տեղում էլի։ Հիմա ես ձեզ հարց տամ, եթե մարդկային ռեսուրսը նույնքան չափելի լիներ, որքան սարքավորումն է, ասենք դուք պատկերացնում եք, ասենք այդ մենեջերը, որը հիմա բոլոր ծախսերը կտրել է, չէ, զարգացման, որը մտածում է մշտապես այն սարքավորման մասին, էլ ոնց անենք, որ այս սարքավորումը ընդհանրապես չփչանա, չգիտեմ։ Ու մնացած, հա, բոլոր ներդրումները։ Հա, որ իր համար տեսանելի են, հա, այդ մի քիչ առնչվում է պրոյեկտորին։ Հա, բայց սարքավորման բանը ավելի շատ բան է, էլի, ասենք ինքը, եթե ինքը նույն կապը տեսնի, որ այսքան ներդրում արեց սովորելու մեջ, այսքանը ստացավ։ Եվ այսքան արդյունք ստացավ։ Ինքը երբևէ նման որոշում կկայացնի։ Միանշանակ չէ։ Չէ։ Բայց դա շատ դժվար կապ է։ Եվ երկարատև ժամանակ է պահանջում։ Իհարկե երկարատև մենք շատ հաճախ մտածում ենք, տարիներ, հա, ինչ որ բան։ Ավելի կարճ, հա։ Հա, ասենք օրինակ Samsung-ի նման ընկերությունները քիչ են, որ կարողանան այդքան երկար մտածեն եւ իրենց բոլոր ինժեներներին, բոլոր անխտիր
պարտադրեն, որ պետք է յուրաքանչյուրը ինչ որ մի հատ արվեստի պարապմունք վերցնի եւ ինչ որ մի հատ արվեստով զբաղվի։ Հա, տենց բան կա, չգիտեի։ Իմ բոլոր իրենց ինժեներներին պահանջում են, որ իրանք պետք է պարտադիր արվեստով զբաղվեն։ Եվ դա հիմնավորում են որպես կրեատիվության, հա, իրանց ստեղծարարության եւ ուղեղի նոր դաշտերի բացման համար։ Այսինքն պետքա չափել։ Մենք մտածենք, հա, երևի HR-ների հետ այդ մեծ բանա, որ մեծ sense խնդիրա ու հավանաբար արդեն որոշ չափումներ ես վերջերս անգամ որ շատ ուշադիր հետևում եմ, տեսա ինչ որ skill doctor-ը հայտնվել բաներում, հա, ասենք բժիշկ է, դիագնոստիկան անել է։ Ասենք ոնց իմանանք հիմա ձեր ստեղծագործական հմտությունը ինչքան է, էլի, ինչ սկալայով ենք չափում, ինչ սանդղակով ենք չափում։ Կամ ինչ մեթոդով ես չափում։ Հա, ինչ մեթոդով ենք չափում։ Հիմա այդ մեր աշխատանքի, որ արել ենք կրթության ոլորտում, դրան հիման վրա մենք մտածում ենք, որովհետև կրթական դաշտում շատ ավելի հստակ բաներ կան։ Օրինակ կան այսպես կոչված ռուբրիկներ, ցանկացած եւ process-ի համար ռուբրիկներ եւ աշխատանքի արդյունքի համար ռուբրիկներ եւ գործընթացը չափելու ինչքան արդյունավետ է եւ արդյունքը էլի։ Եվ մենք տեսանք, որ շատ հաճախ հաջողությունը հենց այդտեղից է գալիս, երբ որ ռուբրիկը ինքը այսպես ասած մանրամասներ է տալիս, տարբեր գործակիցներ, կրիտերիաներ է տալիս ընդհանուր աշխատանքի մասին։ Հիմա դուք կարող եք ասել իմ ստեղծագործական մտածողությունը որպես հմտություն կամ անալիտիկ մտածողությունը ինք շատ բարդ է չափել։ Բայց եթե դուք իրան կոտրեք տարբեր կոմպոնենտների, որ կտեսնեք իր մեջ կա երևակայության կոմպոնենտ, իր մեջ կա հաղորդակցության կոմպոնենտ, ավելի հասկանալի եւ շոշափելի իրան դարձնենք։ Շոշափելի կտորների։ Հետո այդ կոմպոնենտները մենք նաեւ կոտրում ենք ավելի մանր, ասենք իսկ ինչ է նշանակում երևակայություն ունենալը։ Ու այնտեղ բարձվում է, ասենք որ շատ բարձ խնդիրներ կան, օրինակ memory խաղացել ենք, չէ՞, բոլորս, ինչ որ հիշողության։ Երբ որ վերածում ես արդեն այդ ամբողջը տենց մանր վարժանքների, տեսնում ես այնտեղ ակնհայտ արդեն երևում է մարդը այդ հիշողությունը զարգացրեց այս ընթացքում, թե չէ։ Մենք ուզում ենք ստեղծել նման մի հատ ծառ, որտեղ ամեն մի բան մանրուկ հնարավոր է տեսնել եւ չափել։ Եվ մենք շատ անում ենք, սովորում ենք հենց սպորտի ոլորտից։ Սպորտի ոլորտում դուք կարող եք անել լիքը վարժանքներ եւ պետք է ամեն օր անեք, ստրեչինգներ անեք, ձգումներ, տեխնիկաներ փորձարկեք, կոնկրետ մկաններ վարժեք, թոքերի համար, կարդիոյի համար, հա, առնվազն պրոֆեսիոնալ զբաղվելու համար։ Հա, այդ լավ հարց է, որ ասում եք պրոֆեսիոնալ։ Իսկ մարդը, որը գալիս է եւ զբաղվում է եւ իրանց պահանջում է ստեղծագործական մոտեցում, ինքը պրոֆեսիոնալ պետք է մոտենա դրան, թե ոչ։ Դե աշխատանքային միջավայրում, այո, միշտ էլ պետք է պրոֆեսիոնալ, սիրողական չես կարող աշխատանքին վերաբերվել, իմ ենթադրմամբ։ Հա, դե բայց որ գնում եք օրինակ ծրագրավորման ընկերություններում հարցնում եք, իրենց շատ հաճախ ղեկավարները ասում են 80%-ը կախված է այդ մարդու ճկուն, այսպես կոչված այդ soft skill-երից, ճկուն հմտություններից, եւ 20%-ն է կախված իր տեխնիկական skill-երից։ Երբ որ գնում ես աշխատակիցների հետ ես խոսում, ինքը ասում է ինչի համար ճկուն հմտություններ, ես կոդը գրում եմ, արդյունքը տալիս եմ, աշխատեց այդ ձևով, հա։ Ինքը չի իմանում կամ չի հասնում իրան այն գաղափարը, օրինակ, որ իր հետ ընդհանրապես հաճախորդները չեն ուզում համագործակցել։ Կամ թիմը չի ուզում։ Հա, անընդհատ խնդիրներ են եւ դա հսկայական բեռ է, ել չասեմ, որ ստեղծում ամբողջ այդ անվստահության մթնոլորտը, որտեղ կա մի մարդ, որը ունի տեխնիկական գիտելիք, բայց չի աշխատում ձեզ հետ, եւ կան մարդիկ, ովքեր չունեն այդ տեխնիկական գիտելիքը, կամ քիչ ունեն եւ չեն կարող աշխատել այդ մարդու հետ։ Արդեն այդտեղ պատկերացեք ինչքանով սահմանափակվեց ընկերության նորարարության խնդիրը, որտեղ գալիս են էլի նույն այդ շեղումներով, չէ՞, ասում են, իսկ ինչ կլինի, եթե այս անգամ էսպես անենք, իսկ այդ մարդը կոմունիկացիայի մեջ մտնելու հմտություն
չունի օրինակ։ Մեր ոդկասթի հիմնական գործընկերն է Magnus HR-ը։ Magnus HR-ը հանդիսանում է HR եւ հավաքագրման ծառայություններ մատուցող գործակալություն, որն աջակցում է բիզնեսներին թիմերի կառուցման եւ զարգացման հարցում։ Եթե հիմնադրի կամ բիզնես ղեկավարի դերում եք, Magnus HR-ն այստեղ է ձեզ օժանդակելու սպეციფიկ դժվար հաստիկների համալրման, ինչպես նաեւ ՄՌԿ պրոցեսների ուսումնասիրման, բարելավման եւ ներդրման հարցում։ Իսկ եթե դուք HR մասնագետ եք եւ ցանկանում եք այս ոլորտում զարգանալ եւ կարիերա կառուցել, Magnus HR-ը ձեզ կօգնի այս զարգացման ճանապարհին, տրամադրելով անհատական խորհրդատվություն եւ կրթական հարթակ HR Edu Hub։ Դե իսկ մեզ կարող եք հետևել բոլոր սոցիալական հարթակներում, Instagram-ում, LinkedIn-ում, Facebook-ում, հղումները տեղադրված են ոդկասթի նկարագրություն բաժնում։ Մեր ոդկասթի գործընկերն է Enson։ Enson բրենդինգի եւ վեբ դիզայնի ծառայություններ մատուցող ընկերություն է, որն իր գունեղ լուծումներով եւ պրոֆեսիոնալիզմով շատ ուրույն տեղ ունի ոլորտում։ Magnus-ը նույնպես Enson-ին վստահել է իր պրոդուկտ եւ վեբ դիզայնը։ Ուստի շնորհակալություն եւ ընկերությանը եւ իր թիմին եւ Վառանդին հիմնադրին մշտական աջակցության եւ պրոֆեսիոնալիզմի համար։ Արթուր, եթե ես մի փոքր հետ գնանք, հա, այն ռուբրիկները, որ ասեցիր, դա կարող ենք պրոյեկտել աշխատանքային միջավայրի մեջ։ Օրինակ, ես այդ հարցը իմ ուսանողները ինձ հաճախ տալիս են։ Նայ, վաճառքը հասկանալի է, պարզ է։ Բայց եթե վաճառքի մասնագետ ես, ինչքան շատ վաճառքներով ապահովեցիր, ցույցը ակնհայտ է։ Գնացիր վաճառքի տրեյնինգի, այդ ռոին կարելի է էլի չափել քո միջին վաճառքի ցուցանիշը միջև այդ տրեյնինգը եւ տրեյնինգից հետո օրինակ հավաքագրումը պարզ է, փակած հաստիկներն են, փակած հաստիկների հետևում ընկած էֆեկտիվության մետրիկաները։ Բայց այնպիսի հաստիկներ, որպես օրինակ coach-ը, որպես օրինակ HR-ը, հենց բուն HR-ի էֆեկտիվությունն էլ մի հատ հայտնի մեթոդ կա, Mercer-ի մեթոդա կոչվում չափելու HR-ի արդյունավետությունը, բայց ես վստահ եմ յուրաքանչյուր ղեկավար 4 անգամ կմտածի միջև հիմիկվա միջավայրում, այս ծանր միջավայրում իր HR թիմի մեջ ներդրում անելու։ Ուզում ասեմ, ոնց այդ ռուբրիկները գտնես, եթե այտենց ոչ այդքան շոշափելի կրթական ծրագրերի մասին է խոսքը, soft հմտությունները ամենաշոշափելիներից չեն։ Այո, հենց առաջին մակարդակում բացարձակ շոշափելի չեն։ Այդտեղ ամբողջը հենց բարթանում է։ Դե տեսեք, հիմա այն առաջնորդների մասին, որ սկսեցինք խոսել, այո, ես օրինակ հանդիպում ունեցել եմ ինչ-որ բիզնես ակումբի, ասենք, ժողովրդի հետ, ասում եմ օրինակ այդ նպատակների ներողություն լոկալ Հայաստան։ Այո, Հայաստանի, նույնիսկ գնացել եմ մարզային, ասենք, ինչ-որ նույն ակումբի ներկայացուցիչների հետ խոսել ենք, ուստեղ ոնց որ իմ համար գլխավոր բանը նպատակների սահմանումն է։ Հասկացա։ Գիտեք, եթե նպատակ սահմանված չի լավ, եւ այդ ինչ նպատակ է դա։ Այստեղ պետք է անպայման Փիթեր Դրաքերի հայտնի մենեջմենտի գուրուի լավ արտահայտություններից մեկը մեջ բերեմ։ Ինքը ասում է, որ ընկերությունը շահույթ է ընկերության համար, ինչպես մարդու համար օդն է։ Այո, միանշանակ այդպես։ Այդպես է, չէ՞։ Բայց ոչ մի մարդ չի կարող ասել, որ իր ապրելու նպատակը դա օդ շնչելն է։ Հասկացա։ Իսկ նպատակ չես կարող դնել շատ եկամուտ գեներացնելու։ Հա, չէ, դա ասենք ընդհանրապես ձեր կենթանի մնալու համար որպես ընկերություն կարևոր պայմանն է։ Կարևոր նախապայմանն է, բայց դա ընկերության համար նպատակ չի դնելը եւ իհարկե այդ շահույթից բխող բոլոր վաճառքների ավելացում, բան վերջերս կարծեմ միասին էինք մի հանդիպման, որտեղ ընկերության հիմնադիր ասում էր, ես ուզում 2 անգամ աճեմ, որ ինչ։ Այո։ Ոնց ես ասեմ, ես ուզում 2 անգամ ավելի ծանրանամ, հա, կարող է լինել տենց առողջական իրավիճակ, որ ուզենամ 2 անգամ ծանրանալ, պետք է։ Բայց հետո դրա հետև ինչ-որ մի բան պետք է կանգնած լինի այն կողմ եւ այդ ժամանակ այդ նպատակը կամ դա ինչի համար անեմ, հա, այսինքն այդ ինչ սնող նպատակ է ինքը ոչ թե վերջո էլի եւ մարդու մոտ իրականում այդ նպատակները հետո մի անգամ ես ինչ որ էլի ChatGPT-ի հետ զրուցում ասացի, որոնք կարող են լինել ամենավերջնական նպատակները։
մարդու, որ ասենք սա է իմ նպատակը, էլի ասենք։ Եվ այնտեղ բավականին իրանք տենց բաների առաքինությունների ինչ որ մոտ բաներ են, էլի, այսինքն իր սոցիալական արժեքը, իր ասենք ինչ որ բանի legacy-ն ոնց է, ժառանգություն, ասենք ինչ որ ժառանգություն մենակ իհարկե ֆինանսականը չէ, իր հետ իր հետքը, իր փոփոխությունը, իր ազդեցությունը մարդկանց համար սրանք են շատ ավելի լուրջ նպատակներ։ Իմ ականջներին չափազանց ոնց որ պրակտիկ չէ։ Հա, ուտոպիստական է հնչում, հաշվի առնելով ներկա ճնշումը, բայց միաժամանակ շատ ռեալ բան քեզ ասեմ, այս տարվա սկզբին HR տենդենսների մասին էի կարդում ու ասում է, որ դե AI-ի մուտքը, արհեստական բանականության մուտքը արդեն չենք հարցականում եկել է ու այն թեթև խնդիրները, որ հիմա կան, առաջիկա 2-3 տարում կլուծվեն։ Միգուցե մեզ մոտ Հայաստանը ավելի շուտ դա հասնի, բայց ակնհայտ է։ Ոնցի կտորը ոնց է դա իրականացնում, ինչ է ասում, յուրաքանչյուր ընկերության HR ներկայացուցիչ պիտի կարողանա կազմաքանդի հաստիկները պրոֆիլները աշխատակիցների իրեն բերի մանր բլոկերի թղթի վրա եւ տեսնի այս բլոկերից որոնք են որ կարող են ավտոմատիզացվել եւ իրականացվել AI-ի կողմից միաժամանակ օգնի աշխատակիցներին որ իրենք up skill լինեն այսինքն հմտությունները լավացնեն ու կարողանան այդ քո ասած ազատված 5 ժամը կամ ազատված 40% աշխատանքը իրենք էլ ավելի արժեքավոր, էլ ավելի շոշափելի առաջադրանքների վրա աշխատեն։ Ու շոշափել չէ, էլ ավելի արժեքավոր գործ կարողանան անել։ Կոպիտ ասած, ոչ թե AI-ը գազուտ մարդկանց գործը վերցնի գնա, այլ HR-ի աշխատանքն է եւ ինքը շատ embedded է ներդրված է management-ի հետ, HR-ի եւ management-ի աշխատանքն է հասկանալ, բա ինչ ես անում այն հատվածի հետ, որը ավտոմատիզացվեց, իսկ ոնց ես մաքսիմում արժեք ստանում աշխատակցից։ Արթուր, եթե հմտություններից խոսենք, կարծեմ ես քեզանից լսեցի, որ դու էլի մեր ինչ որ մի հանդիպման ժամանակ ասացիր ամենամեծ խնդիրներից մեկը, որ մենք ունենք, որ մենք չգիտենք թե ինչպես սովորել, հա? Այսինքն մեզ չեն սովորեցնում սովորել։ Այդ միտքը էս բավականին ինձ դուր էր եկել ու ես իմ ճանապարհին էլ եմ դրան հանգելուն։ Ամերիկյան համալսարանում, որ ես սովորեցի, այնտեղ քեզ սովորեցնում են նաև սովորել, հա։ Ու որ ասում են ամերիկանում արժի սովորել, բան ասում հա երկու բանի խաթր արժի սովորել, մեկը որ դա learn how to learn, մյուսը community օրինակ։ Բայց այդ պակասը, այդ gap-ը տարիներ շարունակ ես չեմ իմացել որ կա, հա, ու ուզում հասկանամ քո փորձի հիմա վրա, քանի որ ասցիր տարբեր ընկերությունների հետ աշխատում ես, ինչքան է սա արժևորվում, ինչքան է սա սեղանի վրա, որպես հարց, ինչ հմտությունների մասին է ինքը։ Այդ ամբողջ խնդիրների, որ ասում ենք ընկերությունները կտրեցին բան, մի հատ ուրիշ մեջ է շատ ավելի լուրջ ու բարդ խնդիր կա, հենց այդ սովորելու հետ է կապված։ Սովորելը, այն ինչ որ մենք ստանում ենք դպրոցից եւ բուհից, ինքը բավականին ձանձրալի անհետաքրքիր գործ է։ Անգլիական people management իրանց այդ պարբերականը, որ բոլոր տարբեր չէ, երևի դուք եք հաճախ կարդում իրանց հրապարակում։ Այնտեղ вообще management-ի եւ HR գրականության առումով top արդիական հենց գրականությունը Անգլիայից է գալի։ Երևի թե ավելի շատ իրենցից, քան Միացյալ Նահանգներից։ Դե իրանք օրինակ ասում են, մենք բան ենք արել, ես իմ քանի հազար մարդու աշխատողների իրանք ասել են, որ կորպորատիվ դասընթացները ձանձրալի են եւ անհետաքրքիր։ Forbes-ն էլ էր մի բան տենց հրապարակել, որ մեծ մասը աշխատակիցների ասել էր ներգրաված չենք չէ, մեր այդ դասընթացը մենք մեզ հետ ոչ մի ձևով բան չենք տանում, գործ աշխատանքի առօրյա չենք տանում։ Ահա։ Հա, հիմա պատկերացնում եք, չէ, ասենք հիմա բոլոր տրեյներները ինձ կքարկոծեն, բայց դա այդպես է։ Մենք դա ենք փորձում դպրոցում հիմա փոխել, հուսով եմ, որ շուտով նաև կորպորատիվ տրեյնինգում էլ կսկսենք փոխել։ Իսկ ինչ ճանապարհներություն, հատկապես այդ կորպորատիվ կտորում, ոնց է դա տեսնում։ Հա, եթե խոսքը բուն դասընթացի մասին է, ապա արդեն մանկավարժությունն է եկել այդ ամբողջ հարցը լուծել է շատ բավականին զարգացած կրթական համակարգում, դա այսպես կոչված ակտիվ ուսումնառությունն է։ Հա, այդ պրոյեկտ ենք
կորպորատիվ դաս։ Որ սովորել չի նշանակում ինչ որ ինֆորմացիա լսել եւ կրկնել։ Դա ենք մենք հիմնականում ասում։ Երբ որ սովորել չի նշանակում պատրաստի ֆորմուլայի մեջ բաներ դնել, հա, բանաձևի մեջ դնել փոփոխականները եւ լուծումը ստանալ։ Իրական կյանքում նախ ձեզ կրկնելու համար ոչ ոք չի վարձատրելու եւ պատրաստի լուծումների բանաձևեր չկան, հա։ Դες թե ասում են գալիս է, ասենք ասում են իսկ ինչպես մեծացնենք վաճառքը, այդ խնդրի լուծումը կարող է ունենալ, ասենք 5, 6, 7 տարբեր բանաձևեր։ Ոնց ընտրել լավագույն բանաձևը, ոնց ընդհանրապես հասկանալ ինչ բանաձևով աշխատել։ Եվ հետեւաբար սովորելու այս ամբողջ խնդիրները իրանք շատ ավելի խորքային են։ Մի լուծումը իհարկե այդ ինչ որ դասընթաց ընկերությունը անում է, եւ մենք պատրաստում ենք շատ տրեյներների եւ այդ դասընթացների նաեւ օգնենք մեր արդեն իսկ ստեղծած մեթոդական բազայով, մեկը դա է եւ մյուսը կոչվում է հետազոտահեն ուսումնառությունը, երբ որ դուք ավելի շատ այդ ամբողջ փորձը օգտագործում եք խնդիրը այդ ոլորտի ինչի մասին որ սովորելու եք այսօր, խնդրի բունեությունը ավելի լավ միասին հետազոտելու եւ դուք ձեր լուծումները գտնելու հա, ասենք, դրանք շատ տարբեր են, քան ասենք ինչ որ մենք ուղղակի լսում ենք, հատկապես երբ որ խոսքը գնում է այս փափուկ կամ ճկուն հմտությունների մասին, այդ soft skills-երի, շատ ավելի բան։ Եվ իհարկե մյուս բանը դրա ենթադրում է, որ դուք պետք է արդեն լավ եւ վատ սովորելու կամ սովորելու արդյունքի չափումները ամբողջությամբ փոխեք։ Գնահատական այլևս չի կարող լինել։ Այս սերտիֆիկատը ոչ մեկին ոչինչ չի ասում, էլի ասում։ Կարևորը ռելևանտությունը իրական գործին, ոնց կկիրառես։ Հա, ոնց որ ինքը երևի իրար սնող ցիկլ է, եթե դու մի կողմից շեշտը դնում ես չափման վրա եւ բարելավման վրա, իսկ չափման մեջ էլ կարևոր է դա ոնց է կիրառվում իրական աշխատանքի մեջ, ապա ինքը հաջորդ ծրագիրդ ավելի կլավացնի, ավելի ինքը որ գետնին կանգնած ծրագիր կլինի էլի, քան վեհ գաղափարների։ Այդ այստեղ կարևոր է ուղղակի հասկանալ, որ մարդկանց default կոչված կամ ոնց ենք հայերեն ասում ենք լռելիային։ Հա, մոդը, լռելիային, պաումալչյանի, չէ՞, ոնց է ռուսերեն։ Լռելիային մոդը։ Քեզնից բառեր եմ սովորում։ Աշխատանքի դա վախի վրա հիմնված աշխատանքն է։ Մենք հիմնական մարդկանց մեծ մասը գնում է աշխատանքի, որովհետև վախում է սոված մնալ։ Ինչ տխուր է հնչում։ Այդ ամբողջ աշխարհում է այդպես։ Մենակ մեզ մոտ չի։ Լավ է։ Ինչա տեղ ունենում վախի ժամանակ։ Վախը մեզ համար բիոլոգիական, մեր որպես մարդու տեսակի գլխավոր բանը։ Մենք վախի շնորհիվ ենք։ Խոչընդոտ է, չէ՞, բայց նաև վախի շնորհիվ ենք եկել հասել այս դինոզավրերից անցել ենք։ Հա, հասկացա։ Հիմա ղեկավարը եկավ, մեկը ասեց՝ «Շեֆ, արի նոր ձևով անենք, ես նոր գործիք կիրառենք»։ Ես ուզում եմ այս կամերան այս լավը չի։ Փոխենք, ղեկավարին է ասում։ Ղեկավարը ասում է՝ «Ես մտածել եմ դրա մասին, դա չի աշխատի»։ Ինչա անում նոր առաջարկողը։ Ինքը կամ սկսում է կոնֆլիկտի մեջ մտնել ձեր առաջարկած պայքարել, ուրեմն ինքը բավականին ինքնավստահ մարդ է, ու հոգատար։ Գիտի, հետազոտել է, հոգատար, ու ինքը նաև ունի մի տեսակ այլ մոտեցում, այն ուսուցչությունը, որ իր դպրոցում ամբողջ կյանքը ճնշել է, որտեվ կա մի ղեկավար եւ նա գիտի միայն ճիշտ պատասխանը։ Իր մոտ չկա, այսինքն կա այդ հարգանքի իմաստով չի, բայց ինքը գիտի, որ միշտ կարելի է ուսուցչի հետ ավելի հիմնավորված, հա, ասենք, ու պատասխանը ճիշտ միակը չի, մի քանիսն։ Ինքը կամ մտնում է այդ կոնֆլիկտի մեջ, դա էլի վախից ելնելով է, չէ՞, մենք որ առյուծին տեսնենք, կամ պետք է հասկանանք մեր ուժերը հերիքում են, թե չէ սկսենք կռվել այդ առյուծի հետ, կամ պետք է փախչենք։ Այդ էլ են շատերը անում, փախչում են ու ասեն գնում են վերջ։ Ասեց շեֆը սենց վերջ։ Էլ երկրորդ անգամ չի առաջարկի ոչ մի բան։ Չի առաջարկի, չէ, եթե ինքը էլի ուժեղ այդ կարողացել է փախչել։ Հա, գոնե այդքան արագ վազում է, եթե ինքը էլ ուժեղ դեմք է, ինքը կհասկանա, որ այդ միջավայրը իր համար չէ, վաղ թե ուշ ինքը պարզապես կփոխի միտեղ, որտեղ իրան լսում են։ Ձայնը լսում են, հա, հասկացա։ Եվ երրորդ ամենավտանգավորը ինքը ինչ ենք անում մյուսը, որ առյուծին տեսնում ենք։ Մեկը կռվում ենք, մեկը կա հանձնվում սպասում գաղութի, հա։ Քարանում ենք։ Այդ մեր 3 պատասխաններն են վախի վտանգի ժամանակ։ Մենք քարանում ենք, տեսնենք ինչ կլինի։ Այո, ես օցերին որ տեսնում եմ, հենց տենց եմ լինում։ Հա, ճիշտ էլ անում եք երևի։
երևի մարդկանց մեծամասնությունը ապրում են այդ քարացած իրավիճակում, որ ոչ մի բան արդեն կամ չեն առաջարկում, կամ չգիտեմ ուրիշ ինչ որ շատ սահմանափակ են ձևով են առաջարկում, այս ամբողջը ոնց որ մեր ու մենեջերը իրա ուզելով չուզելով չէ, այդ վախը մեր կենսաբանական պատասխան տալու ձևն է։ Մենք դա, չգիտեմ, ինչ կանք ունեցել ենք, հիմա ուղղակի ուրիշ դրսևորում է ունենում։ Որն է վախի ամենալուրջ անտիդոտը, հակակշիռը, այդ նպատակն է։ Կբացատրես։ Երբ որ դու ինչ որ մի բանի դիմում ես գործողության, ոչ թե վախենալով, որ կկորցնես աշխատանք, կթարսվես մենեջերի բան, այլ որովհետև դու քեզ համար ունես անձնական նպատակ եւ դու նաեւ շատ ակնհայտ գիտես եւ հավատում ես ընկերության նպատակին եւ մենք այստեղ ոչ թե խոսում ենք նրա մասին ով է մենեջերը, ճիշտ, այլ մենք խոսում ենք գործի ու նպատակների մասին։ Հա, ինչի համար ենք սա անում։ Ինչի համար ենք սա անում։ Այն ինչ որ քննարկում ենք իմ կարծիքով, եթե մենք փորձենք իրեն բերենք ռեալ վաղ ժամը 8-ից անելու, դա հմտությունների մասին է, որպեսզի դու ունենաս այդ հմտությունների միքսը, որպեսզի այդ փոփոխությանը սնես, որպեսզի այդ սովորելուն սնես, առաջ գնալուն սնես, այդ աուտենտիկ կապը սնես քո եւ բիզնեսի միջև։ Ու զուգահեռաբար ես իմ կարիերայի ընթացքում շատ տեսել եմ դեպքեր ցավոք, երբ որ մարդը իր ներկա կատարողականի հիման վրա հաստիկ է փոխել, նոր հաստիքում ինքը չունի այդ նոր հաստիքի համար անհրաժեշտ հմտությունները, բայց ներկա օրինակ չգիտեմ, լավ HR-ը, հա, լավ հավաքագրման մասնագետ է, իրեն լավ համալրում իրականացնելու համար նոր հաստիք են տվել HR ղեկավար, բայց ինքը չունի այդ HR ղեկավարի համար նախատեսված հմտությունների միքսը։ Այդ ես տենց շատ թռիչքային ներկայացրեցի, բայց ինչ որ մի պահի, երբ որ մեր ներկա կատարողականի համար մեզ մոտ հաստիք են փոխում, հետո նորից են հաստիք, հետո նորից մենք գալիս կանգնում ենք ինչ որ մի կետի, երբ որ հաստիքը կա, բայց դրա անհրաժեշտ հմտությունները չկան, որովհետև հետոին չենք նայել, հա։ Մեկ ուրիշ հիմնավորում, շատ ընկերություններ խոսում են արհեստական բանականությունից, բայց մինչև 20%-ն է, որ պատրաստ է ներդրում անի, անցած տարվա տվյալ եմ ասում, ներդրում անի իր աշխատակիցների հենց այդ ԱԲ-ի հետ աշխատելու հմտությունների միքսի մեջ։ Ու մի տեսակ ոնց որ բոլորս գիտենք այդ մասին, որ այդ հմտությունները պետք են մեզ, ապագայի հմտություններին էլ պիտի նայենք, բայց չափազանց անտեսված է։ Հիմա եթե ինչքանով այդ հնարավոր է քո փորձի հիման վրա, հա, այն ամենակարևոր vital բառն անգլերեն գալիս էլի, ամենանշանակալի հմտությունները լավ կատարողակալի հետևում կանգնած որոնք են ըստ քեզ եւ նաեւ մի փոքր էլ ապագայի հմտություններից, որտեղ մեր դեպքում ապագան շատ արագ է գալիս եւ շատ մոտ է։ Հա։ Դե ուղղակի պետք է հասկանանք, որ այն ինչ որ հիմա տեղի ունենում է արհեստական բանականության եւ մյուս տեխնիկական գիտելիքի ունենալու հմտության, այսինքն տեխնիկական հմտությունների տեխնիկական ես ինչ եմ անվանում, իմանալ, ասենք Excel-ում ոնց միկրո ստեղծել, մայկրոներ եւ մայկրոներով ինչ որ մի հատ արդյունք ստանալ, դա տեխնիկական բան է, հմտություն է, ես կարող եմ ուղղակի հենվել, ասենք նույն այդ Դավոսի, ասենք համաշխարհային տնտեսական ֆորումի իրանք ամեն տարին թե 2 տարին մեկ հրապարակում են աշխատանքի ապագան այդ իրանց հայտնի հաշվետվությունը, the future of jobs։ Եվ իրենք այնտեղ հա ինքը public, այսինքն հասանելի Davos, հա? Չէ, World Economic Forum որն է։ Հա, World Economic, հա, նայել եմ, հա, նաև որ երկրներում ինչ մասնագիտություններ են։ Դե իրանց ոնց որ բանն է, իվենտներից մեկը գլխավոր Davos-ի այդ բանն է, ինքը ավելի շատ ժողովրդին այդ բանով է, էլի։ Okay. Հայտնի։ Ու դուք որ նայեք այդ բաներից առաջին տասնյակը որ ընթերցեք, ընդամենը մեկը տեխնոլոգիական գրագիտությունն է, մյուսը արհեստական բանականություն եւ ինչա։ Մնացած 8-ը soft-եր են։ Ամբողջությամբ soft skill-եր են։ Ես կարող եմ դրանցից մի քանիսը, մյուսը հենց առաջինը հենց ստեղծագործական ստեղծարար մտածողությունն է։ Վերլուծական մտածողությունն է, տեխնոլոգիական գրագիտությունը ասցի, օրինակ հետաքրքրասիրություն եւ ցկյանս մինչեւ կյանքի վերջ սովորելու ձգտումը։ Ինքը հմտություն է։
Իհարկե ինքը ունի իր մեջ ենթահամտություններ, որոնք ձեզ համար սովորելը ոչ թե կդարձնեն դաժան ինչ-որ մի հատ փորձառություն, չնայած պետք է նաև իր մեջ լինի այդ մարտահրավերային մասը, դիսկոմֆորտի կտորը, իհարկե, բայց նաև կլինի, ասենք ինքը շատ հաճելի ինչ-որ մի բան։ Այսինքն resilience-ը վերականգնվելու ունակությունը եւ ճկունությունը ընդհանրապես agility, flexibility, ճկունություն, համակարգային մտածողությունը, սիստեմային։ Իսկ մենակ այդ քո ասած մի կտորի վրա չկենտրոնաս, այլ դու մեծ puzzle-ի մեջ ոնց պատկերացնես քո դերը, քո ազդեցությունը մյուսների վրա։ Համակարգային մտածողության մեջ ընդհանրապես ոչ մեկ չի համարվում, նույնիսկ ամենամեծ ղեկավարը չի համարվում միակողմանի որոշումներ կայացնող եւ իրագործող կենտրոն։ Ուղիղ հակասում է, էլի դրան։ Ինքը այդ մի անձնյա ղեկավարը ինքը միշտ իր բանը որոշումները կայացնա ելնելով ինչ որ իրողություններից։ Պետք է ուղղակի հասկանալ, իսկ իր վրա էլ է ինչ-որ մի բան ազդում։ Այդտեղ միակողմանի եւ հետեւաբար այդտեղ սկսում ենք ավելի շատ մտածել ոչ թե գծային ձևով, այլ ինչ որ ցիկլերով, որը համագործակցային կերպով դինամիկ կոմպլեքսիտի է կոչվում այդ բանում։ Մոտիվացիան եւ ինքնա իրազեկությունը, այդ self awareness-ը։ Ինքը էլի top Սրանք բաներ են, որոնք մեծաթիվ ընկերությունների, ղեկավարների, աշխատակիցների հետ արդյունքում իրանք ակնկալում են, որ սրանց պահանջը մինչև 27 թիվը կաճի մինչև 75%, մինչև 60%, ինչի գիտեմ, շատ մեծ աճ ունենալու։ Ու հաջողության ատրիբուտներ են, էլի իրանք, Ուրա մարդկային տաղանդի կառավարումն է դառնալու եւ իհարկե այդտեղ մեծ մասը HR-ի խնդիրն է, բայց նաեւ մեծ մասը այդ ինչ որ այսօր խոսում ենք առաջնորդության, թիմի հետ աճեցնելուն, զարգացնելուն, ծառայությունների դեպի միտվածությունը։ Այդ service mindset-ը, service orientation, service mindset-ը, էմպաթիա եւ ակտիվ լսելը կարողանալ լսել։ Քո ասած իմաստը, եթե դու կարողանաս հասցնես, ու իդեպ այդտեղ ես եւս մեկ անգամ նշեմ թափանցիկության դերը, որ չի լիդերը, ես այդ իմ ցավոտ գնով եմ հասկացել այսքան այս վերջի 6 տարիներին բիզնեսում լինելու, որ լիդերը սկզբնական этаպներում դու քեզ ընկալում ես որպես բան, չոր աշխատող ռոբոտ մեխանիզմ, որ բոլոր հարցերի պատասխաններ ունես, բոլոր դժվար իրավիճակներում պետք է զինամթերքը ձեռքդ պատերը ջարդելով գնալ, հետո ահագին հետո ես ինձ համար բացահայտեցի, որ լիդերությունը այդ քարի կտոր լինելու մասին չի։ Ինքը խոցելի լինելու մասին է, ինքը թիմի հետ բաց քո խոցելիության կետերը կիսելու մասին է, այդ ամբողջը թափանցիկությունը, որը որ շատ դեպքերում ցավոք վերլուծվում է, որ զուտ ինֆորմացիա կիսել բացարձակ այդ չի։ Ու երբ որ կարողանում ես այտենց միջավայր ստեղծես, արդեն ու մեկ էլ երկրորդ քո ասածը, որ իմաստը տեղ հասցնես, ինչի իհարկե գտնես քո համար ու հետո տեղ հասցնես եւ էմպաթիան, եւ հոգատարությունը, եւ ակտիվ լսելը, եւ մոտիվացիան, իրենք բոլորը շատ ավելի ուրիշ երանգ են ստանում ընկերություններում։ Կարող է 500,000 հոգանոց ընկերությունում սա մի քիչ ուրիշ կերպ աշխատի, բայց դե ինձ թվում է մեր երկրում մենեջմենթական բլոկում, եթե կարողանանք այդ քո ասած փոփոխությունները անենք, իրանց ազդեցությունը շատ էքսպոնենցիալ ու լավն է լինելու։ Այսօրվա հենց իմ դասերից ես հիշեցի երեխեքի հետ որ խոսում էի, այդ մեր Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, որը այդ պահին դա 15 տարի առաջ էր, 13 թե 4 նոբելյանական մրցանակակիր էր տվել, առավելապես տնտեսագիտության ոլորտում, ու այդ մրցանակակիրների նկարներն էին տենց մի հատ մեծ տենց hallway ունենք կպցրած եւ իրանց վերևը մեծ տառերով գրած էր չիմացությունը օրհնյալ է։ Ignorance is bliss։ Ի հակառակ հայտնի կարծրատիպի, որ բանը պիտի ամեն ինչ իմանաս։ Եվ այսօր երեխեքն ասում են կարծիքով ինչի է այդպես գրած, ոնց կարող է անգրագիտություն կամ ignorance-ին օրհնյալ լինի, հենց օրհնյալ այդ վիճակը, երբ որ դու գիտես, որ դու չգիտես։ Դե ամենակարևոր սովորելու հետ կապված ուղղակի մեսեջը, որ պետք է մենք այն ինչ որ փորձում ենք անել, որ այդ սովորել հմտությունը չեն սովորում որևէ դասընթացով։ Դուք կարող եք դասընթացով ոգևորվել, ստանալ մեծ պատկերը կամ ինչ որ մի բանը,
հմտությունը սովորում են ամեն օր ինչ-որ մի բան անելով։ Եվ մենք հենց դա նպատակ ունենք, ստեղծենք այնքան հավես վարժանքներ, խաղեր, որ ամեն մարդ ունենա, ասենք, այդ միկրո սկիլերի զարգացման համար ինչ-որ վարժանքներ եւ թիմով եւ անհատապես, որովհետեւ դա է պրոֆեսիոնալիզմը։ Պրոֆեսիոնալիզմի մեջ, եթե դուք հատկապես գիտեք, որ ձեր մոտ էմպաթիայի ստեղծագործական ինչ-որ դուք գիտեք կամ եկել եք այդ եզրակացության միասին, կարծում եք, որ դա է խնդիրը, դա հնարավոր չի սովորել դասընթացով։ Միայն դասընթացը շատ փոքր, դա պետք է ամեն օր անել, ընդ որում անել այնպիսի մի միջավայրում, որը կիսախաղային է, որտեղ իմիջիալոց, օրինակ, ստեղծարարության մեջ շատ մեծ միկրոսկիլ է համարվում այդ մենք ասում ենք ժիրություն, այդ playfulness-ը, որ մարդը խաղի պես է մոտենում այդ ամեն ինչին։ Բայց մենք ուզում ենք այդ սիմուլյացիոն խաղերը ստեղծել, որը իրան ցույց կտա իր գործընկերների, իր ղեկավարի հետ, որ կարելի է ամբողջը նաև քննարկել այդ հանգիստ ունենալ շատ տարօրինակ մտքեր, շատ տարօրինակ լուծումներ, բայց դրանց հետո փորձել նաև վերաբերվել լուրջ, եթե ունենք հիմնավորումներ, այս բոլոր խնդիրները դրանք կամաց ներթափանցող բաներ են։ Որ գործի մեջ էլ սկսում են երևալ։ Իսկ պլաններ կա, երբ եք մտածում լոնչը տալիս ընկերության։ Մենք ապրիլի վերջին արդեն կունենանք քիչ թե շատ ամբողջ հավաքածուն, բայց դա անverջ մեծացող հավաքածու է։ Չէ, այն սկիզբ է, էլի։ Հա, կունենանք մոտ ապրիլի վերջին, մայիսի սկզբին, բայց իհարկե առաջին փուլում ուզում ենք ունենալ մեզ հետ հենց այդ խնդիրներին գիտակից ընկերություններ, որոնք մեզ հետ ինչ-որ ճանապարհ պետք է միասին անցնեն։ Հա, դե հենց այդ քո նույն անելու սկզբունքով էլի, որ այդ ամեն ինչը էկրանին չմնա, իրականում փորձեք լավացնեք իրեն։ Մենք շատ բաներ սովորել ենք կրթությունից, մենք սովորեցնելու մասին շատ բան կարող ենք այսօր ասել, որ գիտենք, եւ շատ բաներ տեսել ենք այդ նույն հենց միկրո հմտություններին։ Մենք ունենք օրինակ դեպքեր, որ երեխեքի իհարկե ավագ դպրոցի թեկուզ երեխեքի, որոնք ամեն օր ուսուցիչը ստիպում է դասանում 20 րոպե ինչ-որ մի փոքր բան կարդալ, մենք տեսնում ենք այդ երեխեքը գնում են արդեն ստիպում է կարդալ, նկատի չունեմ որպես փայտով ստիպում է։ Պրոցեսի մաս է դարձրել։ Այլ կարդալու հետ կապված շատ հետաքրքիր գործ է ասում իրենց անել, ոչ թե կրկնել տեքստը, որը սովորաբար ասում են, այլ ասենք դարձնել իրանից ինչ որ սխեմա հետաքրքիր։ Աշխատել տեքստի հետ։ Իրանից ուղեցույց վերաձևակերպել, հա, ինչ որ 1000 բաներ կարելի անել տեքստի հետ այդ ինֆորմացիայի։ Եվ հետո մեկ է բարձում է երեխեքը արդեն գնում են տանը ու այդ նույն հետաքրքիր աչքով սկսում են շատ հաճույքով իրանց ասենք աշխատանքան, բայց այդտեղ միկրոսկիլը իրանք ինչպես են ընդունում, ընկալում այդ տեքստի ինֆորմացիա։ Ու այդ փորձը մենք կարծում ենք, որ ինքը ամբողջությամբ, որտեվ այս ընկերությունների հետ ինչքան արել ենք դասընթացներ, ամբողջությամբ հայլային արտապատկերումն է նրա թե ինչ ենք մենք տեսնում դպրոցներում։ Համագործակցություն մոդելավորվող է, էլի այդ process-ները, հա։ Իրանք լրիվ նույնն են, այն ինչ որ մենք տեսել ենք դպրոցում, որ ամենամեծ դժվարություններն առնում սովորողների, որ սկսեն իրար հետ համագործակցելու, այդ նույնը տեսնում ենք ընկերություններում, չնայած մարդիկ արդեն 10-20 տարի առաջ դուրս են եկել կրթական միջավայրից։ Ինձ թվում է ինքը բավականին լուրջ shift լինելու, փոփոխությունային product լինելու, եթե այդպես կարանք իրան անվանենք, ուստի ձեր շատ հաջողություն, ես էլ ուրախ եմ, որ դրա մի փոքր մասնիկն եմ լինելու, որտեվ հասկանում եմ այդ բանը, արժեքը, թե ինքը ինչի կարա հանգեցնի։ Արտուր, ես գիտեմ նաև, որ դու Հայաստան ես եկել Լոնդոնից սովորելուց հետո, ինտերվյուից մեկի ժամանակ ասում ես Հայաստան ես եկել աղջկադ խաթր, որտեվ մտածեցիր, որ ստեղ իրա լավագույն ոնց որ սովորելու եւ ինքնադրսևորման երկիրը կլինի։ Պատկերացու տարիներ հետո աղջիկդ նայում է այս ոդքասթը ու քեզ հարց է տալի, այ ինչի հենց կրթական ոլորտը ու ինչի ես դու անում են, ինչ որ անում ես, ինչ կպատասխանես։ Ես այստեղ պետք է այդ պատասխանը գողանամ, ինձ շատ է դուր եկել ու շատ է ոգևորել այդ պատասխանը,
Ումից ես գողանում։ Բերմեսրոպից եմ գողանում, ում հետ այբի ժամանակ շփումները շատ ավելի, երբ որ ես աշխատում եի այբում, շատ ավելի հաճախակ էին, որ կրթությամբ զբաղվելը կարծես քեզ թույլ է տալիս ինչ որ ձևով դիպչել ապագային։ Այդ շատ հետաքրքիր զբաղմունք է։ Ես գիծերունդով էլ որ հաճախ մտածում եմ, որ ինչ որ ժամանակ կգա, որ արդեն երեխեքը մի 5 տարի գիծերունդով սովորած կլինեն, ապա ինչ նոր տեսակի մարդիկ ենք մենք ունենալու մեր շրջապատում եւ դա ինձ ահա որ շատ ոգևորում է։ Ինձ էլ ոգևորեց Արտուր ջան, մերսի հետաքրքիր զրույցի համար։ Հուսամ դու կհաջողես բոլոր քո լավ նախաձեռնություններում։ Ես էլ եմ շնորհակալ շատ Անի ջան, կարծում եմ բավականին բովանդակալից էր։